Բարի լույս, եթերում առավոտը Շանթումն եմ։ Այո, այսօր ինչպես հասկացաք, արդեն չորեքշաբթի է, ինչպես եւ երեք խոստացել էինք եւ ասել էինք, այսօր մի փոքր լինելու է անձրևային օր, բայց այն մեզ չի խանգարի լինել շատ ուրախ եւ ձեզ լավ էմոցիաներ փոխանցել։ Այսօր ինչքան էլ անհավատալի թվա, բայց հաճախորդների միջազգային օրն է, այո, այդպիսի օր էլ կա սիրահարների օր, կա հաշվապահների օր, կա վարունգի միջազգային օրի միջայլոց, եւ մենք մեր եթերներից մեկին անդրադարձել ենք այդ թեմային, այնպես որ այսօր շնորհավորենք բոլոր հաճախորդներին, որովհետև մենք էլ մեզանից յուրաքանչյուրն էլ ինչ-որ միտեղ, ինչ-որ մի ժամանակ հաճախորդ է լինում, մաղթենք բոլորիս, որպես հաճախորդ պաշտպանված իրավունքներ։ Այն առաջին անգամ նշվել է 2010 թվականի մարտի 19-ին։ Տոնի նախաձեռնողներն են Ռուսաստանի եւ Լիտվայի ձեռներեցները։ Ավելի ուշ նրանց միացել են նաեւ Եվրոպայի եւ Ամերիկայի մեծ ու փոքր առևտրի կենտրոնները։ Տոնի նպատակը նոր հաճախորդների ներգրավումն ու մշտական հաճախորդներին խրախուսելն է։ Հենց այդ օրն աշխարհի բոլոր ձեռնարկատերերը փոքրիկ նվերի, զեղչերի տեսքով շնորհակալություն են հայտնում իրենց հաճախորդներին համագործակցության համար, ինչ կանեն Հայաստանում օրվա ընթացքում, մենք դեռ չգիտենք, բայց հուսանք գոնե ասված զեղչերը կլինեն իրական զեղչեր, որովհետև երբեմն լինում է, որ արհեստական գինը բարձրացնում են, հետո ջնջում են այդ գինը, հետո արհեստական իջացնում է, հիշեցնենք, որ սա օրենքի մակարդակով, հա, տուգանք է եւ պատժելի է, այնպես որ այդպիսի բաներ մի արեք։ Ինչպես խոսեցինք եղանակից, ասենք, որ ամառան եղանակից բան չի մնա, ուժեղ քամիներ են սպասվում, հորդառատ անձրևներ, այնպես որ պատրաստված դուրս եկեք տանից ու զգուշ եղեք երթևեք ելիս։ Եղանակի արձակուրդում գտնվող երեխաների զբաղեցնելու ու գեղեցկության մասին ենք այսօր խոսելու մեր տաղավարում, այնպես որ հետևեք մեզ, ունենք հետաքրքիր նորություններ եւ խորհուրդներ, որոնք որ վստահ են, որ ձեզ պետք կգան։ Կարծում առավոտը, այն էլ այսպիսի անպամած անձրևային առավոտը, սկսելու լավագույն տարբերակը Շանթին միանալն է եւ մինչեւ կեսօր մեզ հետ այդ երկու ժամերը անցկացնելը, որովհետև իսկապես հետաքրքիր է լինելու, մենք փորձում ենք ապահովել ձեր ինֆորմատիվ ժամանցը, մինչև ինֆորմատիվ մասին անցնելը այս պահին ժամանցը ապահովենք եւ գնանք լսենք լավ երաժշտություն։ Վերադարձանք տաղավար եւ խոսենք արդեն եղանակի մասին, ասենք, որ արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեության պայմանավորված 3 երեկոյան ժամերից սկսված այսօրվանից մինչև ամսի 23-ը հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց-ձյան, իսկ նախալեռնային եւ հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ եւ կուղեկցվեն ամպրոպներով։ Մարտի 19-ից 23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում։ Օդի ջերմաստիճանը մարտի 19-ից 23-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-ից 12 աստիճանով։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում 11-ից 13 աստիճանով։ Այսօր ցերեկը Երևանում 14 աստիճան տաքություն կլինի։ Այս պահին դիտենք եղանակի տեսությունը եւ հիշենք, որ չպետք է եղանակը ազդի մեր տրամադրության եւ մեր էմոցիաների վրա։ Գնացինք եղանակի տեսությունը դիտելու։
Վերադարձանք տաղավար, մեր գարնանային տաղավարին արդեն սովորում ենք, կարծեք թե, եւ տրամադրություն բարձրացնող է, իսկ հիմա շարունակենք արդեն լուրերով։ Եթե երեք դիտել եք մեր թողարկումը, ապա կհիշեք, որ խոսել ենք Երևանի բուսաբանական այգում հատված 30 ծառերի մասին։ Այգում կտրված 30 ծառերից մոտ 20-ը հատվել են 2024 թվականի աշնանը, իսկ մնացածը մի քանի տարի առաջ։ Ահա, այսպիսի պատասխան են տվել այգուց արձագանքելով հրապարակումներին, հիշեցնենք, որ օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում շուրջ 30 հատ կոճղ է երևում, 30-ից 50 սանտիմետր տրամաչափով այգուց պարզաբանել են, որ ներկայիս տնօրեն Ժաննա Հովակիմյանը որևէ կապ չունի ծառահատումների հետ եւ նրա օրոք ոչ մի կաղնի եւ ոչ մի ծառ չի կտրվել։ 2025 թվականի մարտի 17-ին Երևանի բուսաբանական այգու դենդրո հավաքածուների հողամասում իրականացվել է կաղնու ծառողու դիտարկում, ուսումնասիրություն, այսինքն արդյունքում պարզվել է, որ ծառողու երկարությամբ շուրջ 30 հատ կոճղ կա, ասում են հայտարարության մեջ։ Ըստ այդ հայտարարության նույնիսկ ակնադիտական եղանակով դիտարկելիս ակնհայտ է, 1 տասնյակից ավելի կոճղ կա մի քանի տարվա հատման վաղեմությամբ, այսինքն այն կոճղերը, որոնք վերջերս տարածվել էին, ըստ այդ հայտարարության իհարկե, դրանք մի քանի տարի առաջ են հատվել, բուսաբանական այգուց վստահեցնում են մոտ 20 այդ երևացող կոճղերը հենց մի քանի տարի առաջ հատվածներն են, ինչպես արդեն ասացինք։ Ահա, այնպես որ ինչպես նրանք են տեղեկացնում, պետք չէ շատ անհանգստանալ, երեք մենք շատ անհանգստություն հայտնեցինք, որովհետև նա կարծես թե վիզուալ առումով մեզ համար նոր լիներ։ Այո։ Անցնենք առաջ, Երևանի հավաքանին ընդունեց տրանսպորտի սակագնի նոր արտոնությունները, սահմանելով նախագիծը։ Ըստ այդմ, տրանսպորտն անվճար կդառնա նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշվանդամություն ունեցող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար։ Իդեպ մեր մայրաքաղաքը 2024 թվականի ամենաաղտոտված քաղաքների վարկանշում 816-րդն է, ըստ միջազգային չափումների Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկված է նարնջագույն գոտում, սա նշանակում է, որ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը թույլատրելի նորմայից 3-ից 5 անգամ ավելի բարձր է։ Վարկանիշում Թբիլիսին զբաղեցնում է 1645-րդ տեղը, այսինքն այստեղ օդն ավելի մաքուր է, քան Երևանում, իսկ Բաքուն 1243-րդ տեղը։ Դե Թբիլիսին մեզ ավելի հետաքրքիր է, ինչևէ շարունակենք, իսկ հիմա առաջարկում ենք դիտել մի տեսանյութ, որը հատկապես այս օրերին ծնողների համար շատ կարևոր եւ օգտավետ կարող է լինել, եթե չգիտեք ինչպես զբաղեցնել երեխաներին կամ այնպես անել, որ նրանք կարդան, դիտենք տեսանյութը։ Վերադարձանք տաղավար եւ բայց նորից գնում ենք։ Հա, կորչ տվեց վերադարձը, բայց գնում ենք գովազ դիտենք ու էլի վերադառնալու ենք։ Մենք վերադարձանք եւ ինչպես արդեն գիտեք, առաջին դասարանցիներն արձակուրդում են, իսկ արդեն հաջորդ շաբաթվանից նրանց կմիանան մյուս բոլոր դպրոցականները։ Եվ այստեղ ահա ծնողները կանգնում են խնդրի առաջ, թե ինչպես լցնել երեխաների օրը, զբաղեցնել նրանց եւ հեռու պահել գադջետներից։ Մեր տաղավարում է ծնողի դպրոց հասարակական կազմակերպության զարգացման եւ բովանդակության մասով տնօրեն հոգեբան Լուսինե Աղաբեկյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս, շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրախ ենք ձեզ հյուրընկալել։ Այս սկսենք երևի թե հենց այն հարցից, ինչի մասին բացման խոսքում նշեցինք, ինչպես զբաղեցնել երեխաներին եւ զրկել նրանց գադջետներից, գոնե մի քիչ։ Կարծում առաջին հերթին պետք է ելնենք կոնկրետ երեխայի առանձնահատկություններից ու հետաքրքրություններից եւ ընտանեկան իրավիճակից։ Ինչու եմ ասում ընտանեկան իրավիճակից, որովհետև ինձ մի փոքր վախեցնում է այն միտումը, որ մենք ծնողներս սկսել ենք մտածել արձակուրդները միշտ ծանրաբեռնելու, անպայման ինչ-որ ամառային դպրոց, ճամբար, ինչ-որ լրացուցիչ տեղեր ուղարկելու մասին։ Եկեք հիշենք, որ արձակուրդները առաջին հերթին հենց արձակուրդների եւ հանգստանալու համար են եւ գալով էլի ընտանեկան իրավիճակին, եթե կա հնարավորություն, եթե ծնողները կարող են իրենց թույլ տալ, որ երեխան մի քիչ ավելի շատ լինի տանը եւ հանգստանա, կարծում եմ սա առաջին ամենակարևոր դիտարկումն է, որովհետեւ արձակուրդը իսկապես նրա համար է, որ երեխաները մի փոքր կտրվեն, հանգստանան, ուսուցիչներն էլ այս առումով լավ կլինի, որ շատ չծանրաբեռնեն լրացուցիչ առաջադրանքներով ու երեխաները իսկապես մի փոքր կտրվեն։
Հետո արդեն եթե գալիս ենք հենց գաջեթներից զրկելու թեմային, իրականում կարծում եմ, որ այս դարի երեխաների հետ զրկելու եղանակով խոսելը այդքան էլ չի աշխատում, երևի թե այստեղ տեղին կլինի խոսենք սահմանափակումների մասին, այստեղ շատ կարևոր է, որ ամեն երեխայի տարիքին համապատասխան ֆիքսվի, ունենանք երեխայի հետ պայմանավորվածություն, թե քանի րոպե, հա, ինչքան ժամ կարելի է նայել այս տարիքում, հետևենք բովանդակությանը, որը ինքը նայում է, որի համար շատ տարբեր ծնողական վերահսկողության ծրագրեր կան, եւ լինենք այդտեղ հետևողական։ Եթե մենք մեր պայմանավորվածությունը պահենք, հավատացնում եմ, որ երեխաները մնացած ժամանակ կգտնեն իրենց համար զբաղմունքներ։ Էլ ինչով կարելի է երեխաներին զբաղեցնել, այսինքն որ փորձենք անել այնպես, որ համ ունենանք հանգիստը, բայց միևնույն ժամանակ հանգիստը օգտակար ձևով կարողանանք սպառել։ Այստեղ շատ կարևոր է հենց երեխան ինչ հետաքրքրություններ ու նախասիրություններ ունի։ Գիտեմ շատ ծնողներ հիմա ասում են, որ մեր երեխան ոչ մի հետաքրքրություն չունի, եթե թողնենք ինքը ամբողջ օրը ուղակի հեռախոսի մեջ կմնա, բայց սա նաև արդյունքն է նրա, որ մենք իր հետաքրքրությունները բավականաչափ չենք զարգացրել կամ այդ հնարավորությունը չենք ունեցել, օրինակ զբաղված ենք եւ չենք ունենում, հա, ժամանակ իր հետ ինչ-որ բանով զբաղվելու։ Կախված տարիքից տարական դպրոցականների համար դրանք կարող են լինել տարբեր խաղերը, սեղանի խաղերը, եթե մենք ունենք տանը ինչ-որ մեկը, թեկուզ քույր, եղբայր, տատիկ, պապիկ կամ ծնողներից ինչ-որ մեկը, ով որ կարող է իրենց հետ խաղալ։ Շատ լավ, հա, կրթական եւ նաեւ ուղղակի ժամանցային խաղեր կան։ Դրանք կարող են լինել բակային խաղերը, ինչքան էլ հիմա պակասել է միտումը, այնուամենայնիվ ես դեռ նկատում եմ երեխաների հետ աշխատելը, որ իրենք շատ սիրում են գնալ բակ եւ խաղալ ընկերների հետ, եթե չունեն ինչ-որ առանձնահատուկ սոցիալական խնդիրներ, դա կարող է լինել նույն բակ գնալը, բակային ինչ-որ ակտիվ խաղերը, դրանք կարող են լինել այցելությունները տարբեր ինչ-որ ժամանցի վայրեր, թանգարաններ, կրթական վայրեր, կինոթատրոններ, թատրոններ, արդեն այստեղ էլի շատ կարևոր է դառնում նույն ծնողի զբաղվածությունը, կարծում դժվարությունը այնտեղ է կանում, որ ծնողները շարունակում են աշխատել, չեն կարողանում։ Այո, իսկ երեխաները տանն են, բայց այս մասով ուզում եմ ասեմ նաև մի բան, որ կարծում խնդիրը կանում են անում, որ մենք ծնողներս հաճախ չունենալով հնարավորություն ժամանակ երեխաների հետ անցկացնելու, ինչ որտեղ իրենց տանելու, թեկուզ իրենց հետ նստել ինչ-որ բան խաղալու, ուզում ենք ակնկալում ենք իրենցից, որ իրենք դա կանեն առանց մեզ կունենան այնքան ինքնակարգավորման հմտություններ, որ հեռախոսը կդնեն մի կողմ ու կսկսեն գիրք կարդալ։ Դա այդքան էլ իրատեսական սպասելիք չէ իրականում, ու եթե մենք ուզում ենք ունենալ այդ լավ արդյունքը, պիտի դրան հատկացնենք ժամանակ։ Ինչ խորհուրդներ կան ծնողների համար, որ, չգիտեմ, երեխաների հետ, այսպես ասած, լեզու գտնել, որովհետև հիմա սոցցանցերում այդ պոզիտիվ, այդ փափուկ ծնողավարության մասին տեսանյութերը շատ են ու զուգահեռ են անցկացնում, թե 90-ականների երեխաները ինչ շերի միջով են անցել եւ հիմա եկել են պոզիտիվ ծնողավարությունից են խոսում, ինչ խորհուրդներ կան, որ երեխաների հետ լեզու կարելի է գտնել։ Իհարկե, ես այդ միտքը չեմ կիսում, որ 90-ականներին այդպես, չգիտեմ, ավելի այսպես էր, որովհետև լիքը տրավմաներով ենք մենք մեծացել, դա էլ չհերքենք, հա, այդ սերունդը։ Քիչ խոսենք երեխաների հետ լեզու գտնելուց եւ այդ սերունդների տարբերությունից։ Այո, հիմա մենք դրական եւ գիտակցված ծնողավարման մասին ենք ավելի շատ խոսում։ Դրական ծնողավարումը ծնողավարումն է, որը բացառում է բռնությունը ֆիզիկական եւ հոգեբանական իմաստներով, եւ գիտակցված ծնողավարումը վերաբերվում է նրան, որ մենք մի փոքր ավելի շատ ենք մտածում մեր գործողության հետևանքի մասին։ Այսինքն մենք մտածում ենք, օրինակ, որ այս պահինի պատասխան իր խփելուն ես էլ խփեմ, ինչ հաղորդագրություն եմ իրեն տալու ու հետագայում դա ինչ հատկանիշ է իր մոտ ձևավորելու։ Դա հեշտ չէ, բայց դա նաև ժամանակի թելադրանքն է, ոչ թե այն ժամանակ ծնողները վատն էին, վատ են դաստիարակել դրա համար ինչ-որ բաներ փոխվել են, ոչ, մենք բոլորս շատ շնորհակալ ենք մեր ծնողներին վստահ եմ մեր դաստիարակության համար, թեև բնականաբար հաստատ եղել են նաև թերացումներ, այնուամենայնիվ ժամանակն է շատ փոխվել, հա, նույն մարտահրավերները, ամեն ինչի առատությունը եւ խաղալիքների, եւ իրերի, եւ սննդի, եւ հագուստի, այս թվային դարաշրջանը ուղղակի նոր մարտահրավերներ է իր հետ, որը եւ ենթադրում է, որ կփոխվեն նաեւ ծնողավարական մոտեցումները։ Ամենակարևորը ինչ հիմա, այսպես ասած, խորհուրդ ենք տալիս կամ ուղղորդում ենք ծնողներին, դա երեխաների հետ
հետ արդյունավետ դրական հարաբերություններ ձևավորելն է, որը հիմնվում է նրա վրա, որ մենք լսում ենք երեխային, հարգում ենք իր ցանկությունները, ընդունում ենք, որ երբեմն իր ցանկությունները, հետաքրքրությունները, նախասիրությունները կարող են չհամընկնել մերի հետ եւ անգամ իր կարծիքը կարող է մերինին հակասել եւ փորձում ենք դրա հետ հանգիստ լինել ու ամենակարևորը պայմանավորվել, հա, նույն էկրանների հետ կապված էլ ես էլի ասացի, որ իմաստը դրական ծնողավարման մեջ ոչ թե նա է, որ մենք վերցնենք իր ձեռքից, պահենք, թույլ չտանք, այլ մենք իր հետ նստենք եւ պայմանավորվենք, որ այս բաները հաշվի առնելով, օգուտները ու վնասները ներկայացնելով, իր հետ պայմանավորվենք, որ քո տարիքում օպտիմալ է այսքան օգտվելն է, օրինակ նույն սոցիալական մեդիայից, սոցհարթակներից ավելի շուտ կարող ես օգտվել, ենթադրենք այսինչ տարիքից սկսած ու դա ունի իր հստակ պատճառները, այսինքն մենք հարգում ենք իրեն, տալիս ենք այդ տեղեկությունները եւ պայմանավորվում ենք իր հետ ու նաեւ մենք հետեւողական ենք լինում, հա, այդ պայմանավորվածության մեջ, որովհետեւ ինչքան էլ մենք պայմանավորվենք, ասենք 2 ժամ, բայց 2 ժամ հետո մենք չգանք ու իրեն չօգնենք էկրանը անջատել ու ինչ որ այլ բանով զբաղվենք, դա չի աշխատի։ Բայց խոսում ենք պայմանավորվելուց, բայց արդյոք սա էլ է ճիշտ մեխանիզմ, հա, որովհետև երբ որ մենք սկսում ենք պայմանավորվել, մենք մեր հարաբերությունները տանում ենք շատ ուրիշ դաշտ, մի տեսակ շուկայական դաշտ, որտեղ եթե դու անես սա, ես կանեմ սա, եւ դու կստանաս դրա փոխարեն սա։ Շատ անգամ շատ հոգեբաններ ասում են, որ սա անգամ նման է ինչ մանիպուլյացիայի, հա, որովհետև սա լուրջ պայմանավորվածություն է, բայց միևնույն ժամանակ էլ հասկանում ես, որ այս դարի երեխայի հետ չես կարող այլ տարբերակով։ Դու պիտի մի բան խոստանաս, ինչի արդյունքում նա պիտի անի սա։ Սա ճիշտ հոգեբանական, այսինքն գիծ է, որով մենք շարժվում ենք։ Սա մանիպուլյացիա չի, սա սովորացնել չի երեխայի, որ դու ամբողջ կյանքում պիտի մարդկանց հետ ունենաս պայմանավորվածություններ եւ շարժվես, որ քեզ կտան, դրա փոխարեն դու կանես սա։ Միանշանակ, տեսեք, այդ առումով կարծում եմ պայմանավորվելը ու կաշառելը կամ զրկելը իրարից տարբեր են, այն ինչ որ ես էի ասում, բայց շատ անգամ դա հենց կաշառել է, որովհետև մենք ասում ենք սա մի արա, ասում ենք ինչու չանեմ, ասում ենք մենք փոխարեն քեզ կտանք սա։ Չէ, մենք կարող ենք պայմանավորվել առանց իրեն կաշառելու կամ փոխարենը ինչ-որ բան առաջարկելու։ Մենք իր հետ ունենք հստակ կանոններ, որ դու նայում ես էկրան, օրինակ, օրական 1.5 ժամ ու վերջ, ու դրա դիմաց ինքը ոչ մի ավել բան չի ստանալու, այլ եթե դա չպահի, ուղղակի լինելու է ինչ-որ հետևանք, օրինակ հաջորդ օրը ավելի քիչ է նայելու։ Շատ համաձայն եմ, որ այս երկրորդը, երբ մենք սկսում ենք երեխային կաշառել, օրինակ ասում ենք, այ եթե դաս անես, քեզ չիրեմ, գումար կտամ, եթե այսինչ բան անես, քեզ իհարկե ոգևորող է, ինչ խոսք, եւ սա էլ է միգուցե ինչ որ մի տեսակ։ Դե բայց դասանելը իր պարտավորությունն է, դրա համար դասանելու հետ համաձայն չեմ, բայց շատ ու շատ բաներ չանելու կամ միգուցե անելու հետ կապված շատ անգամ լինում է, ես որպես ծնող ասում եմ, օրինակ դու ինչ ես ուզում, ենթադրենք։ Օրինակ, երեխաս ասում է, ես ուզում եմ տարվա կտրվածքով այսինչ բանն է, եթե մի X նվեր։ Ուրեմն ես ասում եմ, ուրեմն եթե դու այս տարի կարողանաս ամբողջ դասը փակել 8-ով կամ 9-ով, պայմանավորվում ենք, եթե 2 8 մնացածը 9, դու կստանաս սա։ Ես ինքս ինձ շատ անգամ բռնացնում եմ, որ միգուցե ես կաշառեմ, բայց դա մոտիվացիա է նաև համար։ Այո, համաձայն եմ։ Ծայրահեղ դեպքերում մենք սա կարող ենք կիրառել, բայց եթե առօրյայում ամեն օր անընդհատ, հա, մենք այս մեթոդին դիմենք, մի տեսակ առևտրային են դառնում հարաբերությունները։ Այն շատ մոտ է առևտրային դառնալու։ Բա դու ինձ ինչ կտաս, որ սա անեմ, իսկ եթե չես տա չեմ անի։ Բայց էլի եմ ուզում ասեմ, եկեք այս երկուսը տարանջատեն։ Մենք պայմանավորվում ենք, մենք ունենք կանոններ, որոնք մենք պահում ենք, ու այդ կանոնների պահպանման համար հատուկ ինչ-որ խրախուսանք չկա, դրանք ուղղակի մեր տան կանոններն են։ Օրինակ, որ անում ենք դասերը, էկրաններից օգտվում ենք այսքան, օրինակ ունենք կարդալու ժամ, օրինակ ունենք ընթրիքի ժամ, այսինքն դրանք ուղղակի մեր առօրյայի մասն են, որի համար մենք հատուկ ինչ-որ խրախուսանք չենք տալիս, նյութական խրախուսանքի մասն է խոսքը, մենք կարող ենք խոսքով խրախուսել։ Եթե անընդհատ նյութական խրախուսանքներ կիրառենք, այո, ընկնելու ենք այդ մանիպուլյացիաների ու առևտրային են դառնալու շատ հարաբերությունները։ Եկեք սա թողնենք միայն ծայրահեղ դեպքերի համար, օրինակ մոտ ապագայում քննություն է, երեխան շատ անվստահ է իրեն զգում, մենք ինչ-որ լրացուցիչ ձեր ասած խրախուսանքի կարիք ունենք, որ իրեն ոգևորենք, որ ինքը էլ ավելի լավ պարապի, այս ծայրահեղ դեպքերում լավ, բայց եթե մենք սա բացառապես այդ ծայրահեղ դեպքերում կիրառենք, այդ մանիպուլյացիաների ու առևտրի ռիսկը ահագին քիչ կլինի։ Իսկ առօրյայում մենք ավելի շատ փորձում ենք լսել իրար ու համագործակցել։ Ես դեռ ծնող չեմ, բայց հետևաբար դուք իդեալական ծնող եք, հիմա։ Չեմ ուզում արժե զրկել որևէ մեկի ժամանակ այդպիսի միտում չունեմ, բայց նկատելի է նաև այն, որ շատ դեպքերում, օրինակ, ասում դե երեխան թող գadget-ով զբաղվի,
ես անեմ այս գործը կամ դա լավագույն զբաղմունքն է երեխայի համար, օրինակ ուտելուց ինքը գadgetով զբաղվի կամ ինչ-որ անհասկանալի իմ համար անհասկանալի գունավոր մուլտիկներ, նայ որտեղ բառեր չկան, մաման իր կամ պապան իր գործով զբաղվի։ Այ այստեղ բալանսը ոնց գտնենք, որ եւ մաման իր գործով կարողանա զբաղվի եւ երեխան իրեն չանհանգստացի, բայց միևնույն ժամանակ գadgetն էլ չլինի, որովհետեւ ամեն դեպքում խոսքի հետ ընկնել կարող է լինի, սնման վարքի խանգարում լինի։ Իդեալական երեխայի մասին է հիմա խոսում։ Այո, ոսկե միջին հարց գտնենք։ Իհարկե, ավելի հեշտ հնչում է, քան իրականում հնարավոր է իրականացնել, բայց տեսեք, կարծում այս խնդիրը գալիս է նրանից, որ ծնողները ունեն միֆային պատկերացում նրա մասին, որ եթե չկա gadget, երեխան չի կարող ինքն իրեն զբաղեցնել, դա այդպես չէ։ Ես աշխատում եմ երեխաների հետ, ես ունեմ երեխաներ, ու վստահ ես դա տեսնում եմ, որ եթե հստակ պահվում են այդ սահմանները ու երեխան գիտի, որ ինքը միայն այս ժամերին եւ դա չի վերաբերվում օրինակ ուտելու ժամերին, այս ժամերին այսինչ բանն է նայելու, մյուս ժամերին ինքը հստակ գտնում է իրեն զբաղացնելու ձևեր։ Մեկ էլ տեսնում ես գիրք է վերցնում, եթե մենք իր տարիքին համապատասխան հետաքրքիր գրքեր ապահովել ենք։ Այո, խաղում է, գնում է դուրս, այսինքն երբեմն մենք ուղղակի մտածում ենք, որ ուրիշ տարբերակ չկա կամ ուղղակի դա մեզ հարմար ամենահեշտ տարբերակն է, այսինքն էլի առանց մեղադրելու ծնողներին, երբեմն ուղղակի դա ամենահեշտ ձևն է այնպես անելու, որ երեխան լռի եւ չխանգարի, որովհետեւ եթե ինքը խաղում է, գալու է մեկու մեջ, մեզ հարցեր է տալու, մի քիչ բզբզալու է, ասելու է դու էլ արի ինձ հետ խաղա, սա ավելի դժվար ճանապարհ է, բայց կներեք էլի, եթե ուզում ենք լավ արդյունք ունենանք, մի քիչ ավելի դժվար ճանապարհով պետք է գնանք ու ավելի շատ ջանք պետք է գործադրենք։ Ու այստեղ է, որ նորից այս մի բանը չի փոխվել, կարծում եմ ժամանակի ընթացքում, դա այն է, որ ծնողի օրինակը միևնույնն է շարունակում է մնալ դաստիարակության ամենակարևոր եւ ամենաազդեցիկ մեթոդներից մեկը, այսինքն եթե ինքը ծնողը ամբողջ օրը հեռախոսի մեջ է, ինչքան էլ ինքը դնի այդ սահմանները, երեխան դա չի պահելու։ Եթե ինքը ծնողը գիրքը երբեք չի բացում, երեխան չի կարդալու։ Օրինակ, եթե ծնողը աշխատանքի ժամին է կարդում կամ ընդհանրապես ժամանակ չունի կարդալու համար, բայց պահանջում է երեխայից դա անել, այստեղ սա արդեն չի աշխատելու։ Վերջերս կարդում էի այն մասին, որ շատ կարևոր է երեխային դեռ փոքր տարիքից սովորեցնել գումար աշխատել։ Այս փաստը ինձ շատ դուր եկավ, սկսեցի մի փոքր այսպես ինքս ինձ համար հետազոտել եւ նաեւ ինձ համար ինչ որ բլոգերներ, ովքեր որ լավ մայրիկներ են, այսպես հա, հետազոտել նաեւ իրանց եւ հասկանալ, որ այո, այդ տենդենսը բավականին այսպես տարածված է հիմա եւ փորձում են երեխաներին այլ մեր ասած կաշառելու տարբերակներից մեկը նաեւ վարձատրության միջոցով, գումար տալու միջոցով։ Արդյոք սա ճիշտ է, թե ոչ։ Եկեք հասկանանք վարձատրել ինչի համար։ Վարձատրել լավ սովորելու համար, վարձատրել ինչ-որ մի բանի համար, պարտականություն է, բայց չէ որ միշտ չի որ մենք մեր պարտականությունները իրականացնում ենք։ Դրա համար չպետք է վճարել, սովորելու համար։ Բայց արդյոք գումար, այս եմ ուզում հասկանալ, սա ձևավորում է երեխայի մեջ գումար աշխատելու, վաստակելու եւ ճիշտ ծախսելու ինչ-որ ընթացքը, թե լավ գնահատական ստանալու համար տալիս են, այսինքն կարելի է թե ոչ, թե սա ուրիշ տեղ է տանում երեխային։ Սա մի քիչ վտանգավոր ճանապարհ է, կարծում եմ առօրյա պարտականությունների իրականացման համար երեխան լրացուցիչ նյութական այդ թվում եւ գումարային խրախուսանքի կարիք չունի, որովհետեւ դա իր մեջ բավականին բացասական հաղորդագրություն է պարունակում։ Երբ որ մենք երեխային ասում ենք, եթե դու դա սովորես, ես քեզ չգիտեմ, կտամ դիցուկ 1000 դրամ, մենք իրեն նաեւ տալիս ենք հաղորդագրություն այն մասին, որ դա սովորել է ինքը իրենով, այդքան էլ արժեքավոր, հետաքրքիր, օգտակար մի բան չէ, որի համար մի հատ էլ լրացուցիչ վարձատրություն պետք է լինի։ Դրա համար Սենյակը։ Տեսեք, անգամ էլի իր սենյակը մաքրելն էլ է ինչ որ առումով պարտականություն, բայց ինչ որ լրացուցիչ բան անելու համար, օրինակ ունենք այգի ու ինքը ոչ թե ուղակի օգնել է ընտանիքին 2-3 ծիրան խաղելով, այլ այդ օրը մի քանի ժամ շարունակ այգում աշխատել է։ Բայց արդյոք դա ճիշտ է երեխային սովորեցնել փողին։ Այսինքն փող աշխատելու միտումը դա լավ է, երբ երեխան փոքր տարիքից իմանա, լավ բառ կար, չէ՞, մեր տատիկներն ղադրը իմանա գումարի, դա այդ տանում է դեպի այդ կողմ։ Դե եթե այգին ամբողջ գործանի եւ հոգնի, ղադրը կիմանա փողի։ Ֆինանսական գրագիտության համարը չլինում մանազարա։ Ֆինանսական գրագիտության կարող ենք երեխային սովորեցնել, բայց դա արդեն ինձ թվում է կրսեր դպրոցական տարիքից հետո ավելի շատ դեռահասության տարիքում, քան ավելի փոքրիկների դեպքում մենք կարող ենք իրեն գումար տալ, օգնել, որ ինքը փոքրիկ էսպես դրամար կխավաքի, կարող ենք օգնել, որ խանութում ինչ-որ գնումներ անի, բայց առօրյա պարտականությունների համար նյութապես խրախուսելը կարծում եմ ավելի շատ բացասական հետևանքներ ունի։ Մեկը մյուսին չի հակասում, էլի կարող ենք սովորեցնել ֆինանսական գրագիտություն ու այո, դա շատ
կարևոր է, հատկապես արդեն դպրոցականների դեպքում, օգնել իրենց այդ հնարավորությունը տալ, գումար տալ, ասել գնա խանութից այսինչ բանը բեր, մանրը հաշվի, մանրը իրեն տալ, օգնել, որ ինքը իր գումարը որոշի ինչպես ծախսի, այս բոլորը, այո, տնտեսել, հավաքել գումար, որ մարտի 8-ին մայրիկին կամ տատիկին ինչ-որ մի բան գնի, այս բոլորը նույնպես զարգացնում են ֆինանսական գրագիտությունը ու դրա համար պարտադիր չէ, որ հենց դասի համար մենք իրեն խրախուսենք կամ ասենք տունը մաքրելու համար։ Եթե արվում է ինչ-որ լրացուցիչ բան, օրինակ շատ դեռահասների ծնողները փոքրիկ կարճ ժամանակով, օրինակ ամառային արձակուրդում ուղարկում են աշխատանքի։ Եվ այո, դա կոնկրետ դա այդ տարիքում արդեն հենց բուն աշխատանքի դիմաց վարձատրվելու մեջ որևէ խնդիր չեմ տեսնում, դա կարող է օգնել, բայց ոչ առօրյա իր հիմնական պարտականությունների, ասենք ատամները լվանալու համար։ Շատ լավ, շնորհակալություն, հիշեցնենք, որ մեր տաղավարում էր ծնողի դպրոց հասարակական կազմակերպության զարգացման եւ բովանդակության մասով տնօրեն հոգեբան Լուսինե Աղաբեկյանը եւ ծնողավարության, թվում նաեւ դրական ծնողավարության մասին էինք զրուցում։ Իսկ հիմա գնանք գովազդ դիտենք եւ վերադառնանք, քանի որ այսօր մեր հյուրերը շատ են։ Վերադարձանք տաղավար եւ այս պահին կարծում եմ մի քիչ դժվարամարս էր թեման ամեն դեպքում եւ մտածելու տեղիք տվող ծնողներին։ Հիմա ավելի թեթևացնելու համար գնանք լսենք երաժշտություն եւ վերադառնանք։ Ահա երաժշտությունից հետո վերադարձանք տաղավար եւ հիշեցնենք, որ մարտի 22-ից 23-ին Հայաստանում կկայանա հայտնի բիզնես տրեյներ Իգոր Ռիզովի երկու տրեյնինգները, կոշտ բանակցություններ եւ բանակցություններ հրեշի հետ թեմաներով, դրանք կազմակերպվում եւ անցկացվում են Սարաջան Trainings ընկերության հետ։ Մեր տաղավարում են այս պահին Սարաջան Trainings-ի հիմնադիր տնօրեն Լուսինե Վարդանյանն ու համահիմնադիր ու ֆինանսական տնօրեն Արտուր Գալստյանը։ Հասկանանք, թե ինչի մասին է խոսքը գնում։ Ողջույն։ Նախ բարի լույս, երևի թե սկսենք պատմել կազմակերպության մասին, Սարաջան Trainings-ը ինչով է զբաղվում եւ ինչ ծառայություններ է առաջարկում։ Սարաջան Trainings-ը հիմնականում զբաղվում է կրթական դասընթացներով, բիզնեսի կրթություն, անձնային աճ, մեծ տրեյնինգներ ենք կազմակերպում հրավիրելով դրսից բավական հայտնի եւ առաջատար տրեյներների, այսպես կարելի ասել, ինչպես նաև կորպորատիվ տրեյնինգների մասում ենք, դա արդեն կազմակերպությունները դիմում են որոշակի իրենց հարցումներով, ըստ իրենց հարցումների կազմակերպում ենք հենց կազմակերպության համար իրենց համապատասխան։ Այո, իրենց համապատասխան, իրենց աշխատակիցների համար կամ top management-ի համար տրեյնինգներ տարբեր ոլորտների։ Իգոր Ռիզովի առաջիկա տրեյնինգը Երևանում մեծ հետաքրքրություն է առաջացրել, ինչպես մենք հասկացանք, ինչ տրեյնինգներ են եւ ովքեր կարող են մասնակցել։ Իգոր Ռիզովի տրեյնինգը, նախ Իգոր Ռիզովը ինքը հենց բանակցության բավական լուրջ մասնագետ է, բիզնես տրեյներ բանակցությունների գծով արդեն 25 տարուց է նա բանակցությունների մեջ է, այսպես կարելի ասել, եւ ավարտել է թե Harvard, թե Կարաս, թե տարբեր բանակցային առաջատար համաշխարհային առաջատար դպրոցներ է ավարտել։ Այստեղ բանակցությունների հենց հմտությունները զարգացնելու երկու դասընթաց ենք ունենալու տարբեր թեմաներով։ Առաջին օրը լինելու է կոշտ բանակցություններ թեմայով դասընթաց, որտեղ որ կխոսենք բանակցային տեխնիկաների մասին, բանակցային ստրատեգիաների մասին, եւ երկրորդ օրը բանակցություններ հրեշի հետ թեմայով է լինելու տրեյնինգը։ Հրեշ ով է հրեշը, հայ։ Դուք եք զարմացաք արտիստների հետ կապակցում ով է հրեշը, սա պարզ է, բայց տրեյնինգների պարագայում տրեյնինգների պարագայում հետեւյալն է։ Հրեշը այն մարդն է, ում հետ որ դու բանակցում ես եւ ունենում ես կամ էմոցիոնալ մեծ խնդիրներ պորտկում կամ նա է ունենում էմոցիոնալ մեծ պորտկում, որի հետ դու չես կարողանում բանակցես, այսինքն ինչ որ միտեղ հանձնվում ես, կարելի է այսպես ասել, այդ էմոցիոնալ մասը ճիշտ ինչպես հանգեցնել, ինչպես
ում հետ որ բանակցում ես, նրան ավելի հանդարտեցնել եւ հասնել քո նպատակին, որովհետեւ շատ ժամանակ բանակցությունների ընթացքում տրվում ես էմոցիաներին, տրվում ես ամոթին, տրվում ես իհարկե տրվում ես ինչ որ միգուցե պաշտոնով ավելի բարձր մեկի հետ ես բանակցում, հա, տրվում ես ավելի նրան, որ դու ավելի ցածր պաշտոնի ես կանգնած եւ ինչ պատճառներով կուլ ես գնում եւ տանուն ես տալիս բանակցությունը, այսինքն նրա համար ինչի համար որ եկել է իր բանակցելու խոսելու դուրս ես գալիս տենյակից ու դու հասկանում ես, որ դու դա չստացար։ Այո, պարտված ես դուրս գալիս։ Իսկ երբ այս խոսում եք այս տեսակ տրեյնինգներից, օրինակ ինձ մոտ հարց է ծագում, այսինքն միայն կարող են այս տրեյնինգներին մասնակցել ենթադրենք ինչ-որ բիզնեսմեններ, ղեկավարող կազմ, թե յուրաքանչյուր անձ անգամ կարող է թեկուզ իր կյանքի բերումով կամ թեկուզ իր փոքրիկ բանակցությունների համար ունենալ ճիշտ վարվելակերպ։ Ովքեր կարող են մասնակցել։ Իրականում բանակցությունները ճիշտ նկատեցիք, միշտ կյանքում ակտուալ են, թե ընտանիքի ինչ դիրքում ես կյանքում։ Իդեպ ասեմ, հենց ընտանիքում երեխան անգամ այս պարագայում հրեշ է, որովհետև երբ որ կանգնում ենք այդ թեմայից։ Այո, որովհետև երբ որ երեխան ասում է, չէ, ես սա ուզում եմ, ու սկսում է ավելի հլացել, կամակորություն անել, հա, չի ենթարկվում, այդ դեպքում երեխան հրեշ է, որովհետև դու չես կարողանում նրա հետ ոչ մի կերպ բանակցես, հա, եւ գալ ինչ որ ընդհանուր հայտարարի։ Դրա համար ոչ միայն բիզնեսի, այլ բոլորի համար է, սակայն մենք դեռևս ցավոք սրտի այդքան չենք զարգացել, որպեսզի մեր առօրյայի հմտությունները զարգացնելու համար գնանք տրեյնինգների, հա, դեռևս այնպիսի մակարդակում ենք, որ ավելի շատ բիզնեսի մեջ կամ եթե դու աշխատում ես, հա, այսինքն դա քո աշխատանքի մասն է կազմում, բանակցել, դա վաճառքներում է նաև լինում, հա, գնումների բաժինն է լինում, տարբեր ղեկավարներ են լինում բաժնի, կազմակերպության ղեկավարներ, սեփականատերեր, դեռևս այդ սեգմենտն է գալիս, այսինքն այն մարդը, ով դեռևս չունի աշխատանք, մի քիչ չի մտածում, հա, մտածում է դա ինձ պետք չի, բայց իրականում, այո, ճիշտ եք, իրականում բանակցությունները անձնական կյանքում, ծնողների հետ, ամուսնու հետ, կնոջդ հետ, այսինքն բոլոր տեղերում է բանակցությունները անհրաժեշտ։ Եկեք Սարաջան Trainings-ի համահիմնադիր եւ ֆինանսական տնօրեն Արթուր Գալստյանից ճշտենք, թե ինչ կտան այս տրեյնինգները եւ ինչպես կարող են տրեյնինգները օգնել եւ ազդել արդեն մարդու պրոֆեսիոնալ գործունեության վրա։ Տեսեք, տրեյնինգները ու սենց ասեմ բիզնեսում եւ քանի որ մենք ավելի շատ բիզնեսի ուղղված կազմակերպություն ենք, բիզնեսում շատ կարեւոր է եթե ոչ ասեմ ամեներա, բայց շարունակական ինքնազարգանալը, կրթվելը, ու դա մեն բիզնեսի ղեկավարների համար չի, դա ամբողջ հանձնակազմի համար է ճիշտ, որովհետեւ եթե բիզնեսի ղեկավարը աճում է, ինքը կրթվում է, ինքը զարգանում է, աճում է, իր աշխատակիցներն էլ իրար հետ հավասար պիտի աճան, որ բիզնեսը առողջ բիզնես դառնա։ Տրեյնինգները ընդհանուր ինքնակրթությունը շատ պետք է, ուղղակի ինքնակրթության տարբեր ոնց որ ձևեր կան, մարդ կա սիրում է գիրք կարդալով ինքնակրթվել, մարդ կա ուղղակի գիրք լսում, մարդ կա հաճախում է յուրաքանչյուր ինչ միջոցառում լինում է ու հաճախում է միջոցառում կազմակերպել, միջոցառում ստեղծել, սենց ասած մեր համար, ինքը մի քանի տարբերություն է, տեսեք, մեր բիզնեսի, եթե մի քիչ բիզնեսից խոսանք թեկուզ մեր, մի քանի ուղղվածություն ունի, ինքը վաճառքը, ինքը event management-ը ու ինքը կազմակերպչական մաս ունի։ Event management ասելով, այսինքն մենք կազմակերպում ենք մի միջոցառում, այդտեղ գալիս են զարգացած մարդիկ իհարկե, ովքեր սիրում են իրենց վրա աշխատել, գալիս են շփվում են, networking-ի մաս կա շատ մեծ, այսինքն եթե ես գալիս եմ ինչ-որ մի թեմայի շուրջ, ինչ-որ մի տրեյնինգի կամ սեմինարի, գալիս եմ, այնտեղ հավաքված են ինպես մտածող կամ բիզնեսմեն մասսա, ասեմ, հա, տենց կարելի, եթե կարելի ասեմ, ու իրանց հետ շփումը, իրարից սովորելը նաև, իրանք սովորում են, մի քանի ձև են սովորում այդ ժամանակ, գալիս սովորում են համ մասնագետից ում հրավիրել ենք ու սովորում են իրարից, որովհետև յուրաքանչյուր հարցում ու այդ որպես կանոն այդ ժամանակ մարդիկ բաց են լինում շփման համար, այսինքն դու գալիս ես,
չես էլ ծանոթել հետը չես, կարաս հանգիստ ծանոթանաս, ասես բարև ձեզ, ես կազմակերպությունից եմ, շփվեք իրար հետ, ասես այունակ այս հարցի լուծումը ես եմ տվել, դուք ոնց եք տվել, ինքը այդ մասն էլ ապահովում։ Փորձի փոխանակում։ Իհարկե, ու շատ մեծ, networking-ի դերը շատ մեծ է, իհարկե։ Շատ մեծ է։ Դասընթացները տալիս են մենք ուղղվածությունը մեր ավելի շատ ոնց ասեմ արդեն ոնց որ չեմ կարող ասեմ, չէ, ուղղվածությունը, քանի որ բիզնեսը մենք ավելի շատ նայում ենք այդ օրվա շուկայի պահանջին ու դասընթացները բերում ենք այդ թեմայով, այսինքն մենք անցած տարի բերում ենք մենեջմենտ, այս տարի ունենք կառավարման դասընթաց, հիմա բերեցինք բանակցություններ, որտեղ ինչպես նշեց Լուսինեն, բանակցություններ ինքան բիզնեսի մեջ է շատ կարևոր, համ առօրյա կյանքում, որովհետև դուք այն սաղ մասերը նշեցիք, որ լյուբոյ բան կարա յուրաքանչյուր բան կարա բանակցությունով լուծվի, այսինքն Հենց այս թեմայի շուրջ էինք ուզում շարունակել, ինչպես են բանակցային հմտությունները ազդում բիզնեսի արդյունաբերության կամ հաջողության վրա։ Պատմեմ։ Ուրեմն, օրինակով, պատմեմ, օրինակ ունենք դիցուկ Արամիկը, Արամիկին հանձնարարված է ինչ-որ մի պայմանագիր բերել, համ Արամիկը գնում է բանակցությունների եւ պայմանագիրը բերում է ոչ թե 5 միլիոնով, այլ բերում է 3 միլիոնով, որովհետեւ այդքան կարողացավ կնքել, քանի որ դիմացինը ասեց 5 միլիոնի համաձայն չենք, այլ համաձայն ենք 3 միլիոնի եւ որպեսզի նա չկորցնի հաճախորդին, համաձայնում է կնքել պայմանագիրը 3 միլիոնով։ Հաջորդ անգամ Արամիկը գնում է մեկ այլ բանակցությունների։ Ասում են Արամիկ ջան, մենք կարողանում ենք սա անենք, բայց ոչ թե մեկ շաբաթում ինչպես որ ձեզ հարկավոր է, այլ 1.5 ամսում, հա։ Այս պարագայում Արամիկը նորից չի կարողանում բանակցել, ոչ ժամկետներն է կրճատում, ոչ կարողանում է իր ուզած պայմանները վերցնել։ Նորից վերցնում է պայման, որը որ իրեն թելադրում են։ Հաջորդ անգամ գալիս է Արամիկը նորից բանակցությունների մերժում են առհասարակ Արամիկին, հա, եւ նա չի կարողանում բանակցային հմտությունների շնորհիվ չի կարողանում պայմանագիրը կնքել։ Այս պարագայում բիզնեսը կորցնում է բավական մեծ գումարներ։ Բիզնեսի սեփականատերը ավելի մեծ գումարներ է կորցնում։ Արամիկը առանձնապես գումար չի կորցնում։ Արամիկին բացարձակապես, չէ, Արամիկը կգա ինչ-որ որովից արդարացումներ կլինի, հա, կասի դե հիմա այս ինչ պատճառով են, ինչ պատճառով, ինչ պատճառներով, հա, ինչպես ես եմ ասում, ինչ պատճառներով պայմանագիրը չկնքվեց։ Առաջին անգամ, երկրորդ անգամ կհավատացնի, որ դա ամենալավ պայմաններն էր, ինչը որ ինքը կարողացավ վերցնի, բնականաբար։ Այդ պարագայում կորցնում է սեփականատերը։ Ու ես չասեցի հատուկ ինչ ոլորտ, որտեղ այդ պայմանագիրը կարող է լինի բանկի աշխատակիցը, որը վարկի համար է, հա, օրինակ բանակցում, կարող է լինի ինչ-որ արտադրական մասի աշխատակից, ով գնացել է հումքի համար ինչ-որ մեկի հետ բանակցելու, այո, կարող է լինել ինչ-որ բեռնափոխադրումներ, կարող են լինել թրեյդերական կազմակերպություններ, կարող են լինել անշարժ գույքի կազմը, այսինքն շատ են, իրականում մեր հաճախորդներն էլ բավական սեգմենտը բավական շատ է եւ ինչ-որ կոնկրետ մեկ ոլորտի համար չենք վերում, հա, տարբեր ոլորտներում եւ պատկերը հիմնականում նույնն է, կորիզը նույնն է, խնդիրը նույնն է, ուղղակի մի քիչ տարբեր երանգներով։ Այս պարագայում, երբ որ նրանք գալիս են սովորում են բանակցել, հաջորդ անգամ Արամիկը գնում է բանակցությունների, արդեն կարողանում է ասել ոչ, ընկերներ, մեզ այդ ժամկետը հետաքրքիր չի։ Մեզ հետաքրքիր է մեկ շաբաթում, եթե դուք կարողանաք մեկ շաբաթում այսինչ ծավալի, օրինակ արտադրանք մեզ կարողանաք մատուցել, օքեյ, եթե չեք կարողանալու, ես գնամ ուրիշին փնտրեմ։ Այսինքն իր վախերը մեջի, ամոթները մեջի, որտեղ մենք այնպեսի ազգ ենք, մենք ամոթ ունենք, հա, տենց գորդը մեծ հպարտություն եւ ամոթ ունենք, հպարտությամբ ենք մեր ամոթը տանում, որտեղ ամոթ է, որ ասես, ես օրինակ ասենք, ես այդքան բյուջե չունեմ, հա, շատ դեպքերում շատերը ամաչում են ասել, այնիշ դա քո գրպանինը չէ, դա կազմակերպության բյուջեն է, քեզ հատկացրել են, դու ընդհանրապես պետք է գնայիր, ասեիր, որ ես ունեմ A, B, C, այսինչ հնարավորությունները եւ ուզում եմ ձեզ հետ պայմանագիր կնքեմ։ Այդ պարագայում Արամիկը գալիս է դասընթացին, սովորում է աշխատել իր եւ դիմացինի էմոցիաների հետ, սովորում է ճիշտ ստրատեգիա կազմել բանակցությունների, սովորում է չշեղվել բանակցությունների բուն թեմայից, հա, եւ հիմնական այն նպատակից, որի համար ինքն եկել է, հենց իդեպ ասեմ, հենց տրեյնինգի ժամանակ մենք ունենում ենք դա պրակտիկ վարժություններ, այսինքն այն ինչ որ Իգոր Ռիզովը բացատրում է, տալիս է,
հենց տեղում кейսերի օրինակների միջոցով բաժանվում են խմբերի, բաժանվում են զույգերի եւ սկսում են բանակցել։ Այսինքն բանակցություններից հետո դու պարտադիր կերպով դուրս ես գալիս արդեն իսկ հմտություններով։ Ահա, եկեք քանի որ ժամանակը քիչ է, մի քանի թիրախային հարցերի անդրադառնանք։ Օրինակ, ձեր կազմակերպությունը առաջարկում է նաև կորպորատիվ տրեյնինգներ։ Ինչ ասել է կորպորատիվ տրեյնինգ, ինչ ծառայություններ են դրանք, մի քիչ ավելի մանրամասն։ Իհարկե, կորպորատիվ տրեյնինգները դա փակ տրեյնինգային ֆորմատ է, որը որ պատվիրում է կազմակերպությունը իր աշխատակիցների համար, այն ինչ որ ամենասկզբից ասեցի, հենց իրենց խնդիրներից ելնելով։ Այսինքն օրինակ ունի վաճառքի թիմ, որը որ հիմնական վաճառքի խնդրի վաճառքի թիմի ամենագլխավոր խնդիրը օրինակ չկարողանան առարկությունների հետ աշխատել, հա։ Հաճախորդին չեն կարողանում, հաճախորդը երբ որ ասում է օրինակ ձեր պրոդուկտը ինձ չի հետաքրքրում, որովհետև նա լավը չի կամ համեմատում են այլ պրոդուկտի հետ, աշխատակիցը չի կարողանում այդ առարկությունը փակի, օրինակ եմ ասում։ Այս պարագայում մեզ կանչում են, ասում են հարգելիներս ունենք սենց խնդիր։ Այդ խնդիրը մենք էլ վերլուծում ենք, որտեղ շատ ժամանակ իրանք էլ ինչ-որ բաներ կա, որ չեն նկատում, վեր ենք լուծում ու ասում ենք ձեր խնդիրը ոչ միայն սա է, նաև սա է։ Մենք կարող ենք ձեզ առաջարկել այս տրեյներներին, այս ծրագրերով, այս ինչ ժամկետում եւ գալիս ենք ընդհանուր հայտարարի, հա, եթե հետաքրքիր է շարունակում ենք բանակցությունները, հետաքրքիր չի, բանակցությունները չենք շարունակում։ Այ ինչ կազմակերպությունների հետ աշխատելու փորձառություն ունեք, ինչպիսի արդյունքներ եք գրանցել եւ հիմա եթե ինչ-որ կազմակերպություններ կան, որոնք ուզում են ձեզ դիմել, ինչպես գտնել, ինչպես կապ հաստատել ձեզ հետ։ Տեսեք, հիմնականում կազմակերպությունները, ինչպես ասեցի, շատ են անկեղծ։ Ամեն տրեյնինգի ժամանակ ունենում ենք մոտավորապես 50 եւ պլյուս կազմակերպություն։ Հա, հիմա այդ կլինի բանկային ոլորտ, կլինի արտադրական ոլորտ, կլինի առևտրային ոլորտ, ինչ ոլորտներ ունենք Արտուր։ Շատ տարբեր, կստացի բժշկությունը վերջերս բժշկական ոլորտի շատ ունենք, շատ հետաքրքիր է, որտեղ մինչև այդ չեն գալիս, հիմա բժշկական ոլորտից ունենք։ Այսինքն ոլորտները շատ տարբեր են իրականում, կազմակերպությունները սկսած ամենախոշոր կազմակերպություններից, հա, բանկերը ամենահայտնի բանկերից, հիմա չթվարկեմ, մեկը չնեղանա, ասի, բա ինչի մեջ չթվարկեցիք մյուսին։ Չկա մի ոլորտ, որը ձեզ դիմի եւ դուք ասեք այդ ոլորտի հետ չենք աշխատում։ Ոչ, իհարկե ոչ։ Եվ ինչպես կարող են ձեզ դիմել։ Մեր հեռախոսահամարը կամ մեր Facebook-յան էջով Հաս Արաջյան Trainings փնտրելով կամ մեզ Google-ով փնտրելով կամ մեր հեռախոսահամարը 44 044 75 65 55 հեռախոսահամարով զանգելով։ Շատ հաճելի էր, շնորհակալություն։ Տրեյնինգները միշտ պետք են մեզ, պետք է միշտ կրթվել եւ առաջ շարժվել։ Ձեզ հաջողություն։ Իսկ մենք անցնենք առաջ, Զարա։ Անցնենք առաջ եւ գնանք դիտենք Գովաստ։ Հակալություն։ Ձեզ նույնպես։ Վերադարձանք տաղավար, այս պահին գնում ենք լսենք լավ երաժշտություն եւ վերադառնանք ու շարունակելու ենք արդեն գեղեցկության թեմայով։ Վերադարձանք տաղավար եւ ինչպես խոստացել էինք, եկավ գեղեցկությունից խոսելու ժամանակը։ Մեր տաղավարում է ոճաբան Նինա Հովսեփյանը, այսօր նրա հետ կհասկանանք դիմահարդարման, վարսահարդարման եւ ներկա տրենդները, խոսենք ինքնախնամքի մասին եւ իհարկե գործնական խորհուրդներ կտանք կանանց առհասարակ գեղեցկության, խնամքի եւ գեղեցկությունը պահպանելու մասին։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Արդից օգտվելով շնորհավոր ենք ձեր կանանց մեկամսյակը, ձեզ ցանկանանք միշտ լինել գեղեցիկ եւ գեղեցկացնել կանանց։ Շնորհակալ եմ Նելի ջան, ես եւս արդից օգտվելով ուզում եմ շնորհավորել մեր հայ կանանց, ուզում եմ ցանկանալ իրենց ներդաշնակություն իրենց կյանքում, ամուր կամք, միշտ այդպես գեղեցիկ լինեն իրենք եւ ուզում եմ, որ իրենք միշտ հայեցի մնան, որովհետեւ հայ կնոջ կերպարը լավագույնն է աշխարհում, ուզում եմ միշտ իրենք հայ մնան։ Շատ լավ։ Նինա, սկսենք ամենասկզբից։ Ինչով եք դուք զբաղվում եւ ինչքան ժամանակ է որ զբաղվում եք ընդհանրապես այս ոճաբանությամբ, մեյքափով, վարսահարդարմամբ։
Արդեն 23 տարի է, ես աշխատում եմ գեղեցկության բնագավառում, իսկ սկզբանե սովորել եմ որպես ոճաբան, վարսահարդար, դիմահարդար, տարիների ընթացքում ունեմ մեծ փորձ, գիտելիքներ ունեմ շատ մեծ ձեռք բերած, այսպես վարսահարդարում մեյքափ, սա այն ամենակարևոր կետն է, կարծում եմ, որ ամեն մի վարսահարդարը չէ, ով նաև հանդիսանում է որպես մեյքափ արտիստ, ինչը կարծես օգնում է նաև կանանց ժամանակ այսպես շահել։ Այս դրա մասին խոսեք, ինչպես որոշեցիք հենց երկու մասնագիտությամբ զբաղվել, ոճաբանությունից եկավ։ Այո, ի սկզբանե ես ներշնչվեցի դրանով, ես վարսահարդարում սովորել եմ, դա իմ երկրորդ մասնագիտությունն է որպես ոճաբան, առաջին մասնագիտությունս որպես հոգեբան է։ Հոգեբանություն ուսումնասիրելուց հետո շատ պատահականորեն ես ընկա այդ բնագավառ եւ հասկացա, որ ես շատ եմ սիրում։ Շատ եմ սիրում, երբ որ ամբողջական կերպար եմ ստանում եւ այնպես դասավանդեցին, ես ավարտել եմ Սերգեյ Զոյրևի գեղեցկության սրահում եմ սովորել, ակադեմիայում այնտեղ մեծ ներշնչանքով եմ սովորել եւ մեծ ոգևորվածությամբ ու ինձ համար շատ հաճելի էր կերպար ստանալ ամբողջությամբ։ Եվ դրա համար ես տարիների ընթացքում ամբողջ իմ փորձով ես նաեւ մեյքափի վերապատրաստման կուրսերով եմ զբաղվել եւ վարսահարդարման, սանրվածքների հարսանեկան եւ ամենաշատը սիրում եմ, երբ որ հարսի կերպար եմ ստանում։ Եվ սանրվածքի եւ դիմահարդարման։ Նաեւ ինչու՞ չէ, նաեւ հարսնացուների հետ որոշում ենք զգեստը, քողը, ամբողջական, այո։ Հետաքրքիր է ինչ առավելություններ ունի ձեր սրահը եւ որոնք են առանձնահատկությունները։ Շատ բարի։ Տեսեք, սրահը ես ստեղծել եմ արդեն մի քանի տարի է, մոտ երևի 4-5 տարի է։ Սրահում իմ գոլեգաները շատ փորձառու են, ես ընտրել եմ իրենց հարյուրավորներից, իրենք եւս ինձ հետ հավասար քայլերով առաջ են գնում, իրենց փորձով, իրենց հմտություններով ձեռք են բերում նոր գիտելիքներ, բազմաթիվ, բոլոր մասնագետները մենք ունենք եւ շատ լավ միջավայր եմ ստեղծել մեր սրահում, շատ հոգատար են, ես ի սկզբանե դրվածքը դրել եմ այնպես, որ մենք կանանց նկատմամբ շատ հոգատար պետք է լինենք, շատ սրտացավ պետք է լինենք եւ դա մեզ մոտ ստացվում է, որտեղ իմ կոլեկտիվը բոլորը հրաշալի մարդիկ են։ Այ խոսեցինք այն մասին, թե ինչպես եք դուք սկսել, բայց նաև գիտեմ, որ տարիների ընթացքում երբեք պահը բաց չեք թողնում մի նոր բան սովորելու, ավելի հմտանալու, մաստեր կլասերի մասնակցելու եւ ասեք, թե ինչ մաստեր կլասերի եք մասնակցել վերջին տարիների ընթացքում, ինչի արդյունքում էլ ավելի հմտացել եք։ Հատկապես որ ինքը անընդհատ ժամանակի հետ շարժվող մասնագիտություն է, տեղում չի դոփում։ Այո, բոլորիս հայտնի է, որ ժամանակը շատ արագ է ընթանում եւ դա ապացուցված փաստ է։ Դրա համար մենք ջանք չենք խնայում անընդհատ վերապատրաստվելու։ Վերջին հաջողությունը ես որ ունեցա, անցած տարի մասնակցեցի ոսկե գավաթ մրցանակաբաշխությանը եւ արժանացա հարսանեկան սանրված նոմինացիայում Grand Prix մրցանակին։ Հետո դրանից հետո գնացել եմ Իտալիա մրցումների, հետո գնացել եմ Գեորգի Վասիլևիչի մոտ, հանրաճանաչ, ոճաբան, սանրվածքների գծով երեկոյան եւ հարսանեկան սանրվածքների գործով լավագույն մասնագետի մոտ վերապատրաստման եւս էլի կուրս եմ անցել։ Դա իմ վերջին ձեռքբերումներն են եղել այս տարվա եւ արժևում եւս ունեմ պլաններ եւ ընդհանրապես ես միշտ իմ արժև նշաձող եմ դնում եւ իմ քայլերը դեպի գնում են այդ ամեն մի նշաձողը հաղթահարելուն։ Եվ կարծում եմ պատվով եմ հաղթահարում ես բոլոր իմ դրած առջև խնդիրները։ Այ ինչպես եք պատրաստվում այդ մրցումներին, այդ, չգիտեմ, ոնց եք պատրաստվում, մի քիչ եք նաև պատրաստվելու փուլի մասին եւ ինչքանով եք մրցութային մարդ։ Որտեղ զարանացալ անգամ ասեց, որ ինքը մրցութային մարդ չի։ Այո, ես էլ իրականում ելնելով իմ պատասխանատու բնավորությունից ես
սարսափելի տագնապային իրավիճակի մեջ եմ ընկնում։ Ես երբ որ որոշեցի, որ պիտի մասնակցեմ Հայաստանում առաջնության, ամենաառաջինը եղել է 2005 թվականին, իսկ վերջինը եղել է անցած տարի։ Ես 3 օրվա մեջ եմ որոշում, որ պիտի մասնակցեմ, որտեղ գիտեմ, որ բնավորությամբ շատ դժվարություն եմ ապրում եմ, շատ ծանր եմ ապրում։ 3 օր առաջ եմ որոշել եմ ինչ սանրվածք պիտի ստանամ, որոշել եմ ոնց պիտի սկսվի սանրվածքը, որտեղ պիտի ավարտվի ու տանջվելով գրացել եմ դրությունների։ Բայց ինչպես տեսնում եք, արդյունքը հիանալի է եղել։ Արդյունքը հիանալի է, դե փորձս մեծ է իրականում, Նելի ջան։ Փորձն իրենն ասում է։ Այո։ Խոսեցինք, թե դուք ինչ մաստեր կլասերի եք մասնակցել, բայց արդյոք դուք չեք ուզում ձեր տարիների փորձը փոխանցել հաջորդ սերնդին, ուսուցանել, փորձի փոխանակում, գիտելիքների փոխանակում։ Իհարկե, ես դա իմ երազանքն է եղել, Նելի ջան։ Ես տարիներ առաջ դասավանդել եմ եւ դպրոցում, եւ քոլեջներում, եւ սրահներում իմ շուրջ շատ աշակերտներ եմ ունեցել։ Շատ սիրում եմ այդ գործը ու ես տարիների իմ փորձով ինձ վերապատրաստել եմ նրան, որ կարողանամ լավագույնս տալ իմ աշակերտներին։ Եվ հիմա արդեն ես մոտավոր ինչ-ինչ հանգամանքներով երևի մի քանի տարի չեմ դասավանդել, բայց դրա փոխարեն ես ինձ հմտացրել եմ իմ բնագավառում, գեղեցկության բնագավառում շատ հմտացրել եմ, որ բացեմ ի վերջո ակադեմիան, մայիս ամսից մեկնարկելու ենք, առաջին աշակերտներին մեր խոստանում եմ մեծ զեղչեր, եթե մենք տրամադրում ենք 3 ամսվա նախակրթական ուսուցում, որպես ոճաբան, ոչ թե որպես վարսահարդար, այլ դիմահարդար, որպես ոճաբան, ես պատրաստում եմ իրենց Եվ դրա համար 3 ամսվա համար որոշակի գումար ենք տրամադրում առաջի զանգահարողներին, առաջի գրանցվողների համար մեծ զեղչեր ենք խոստանում։ Հիանալի, եկեք մեր հեռուստադիտողներից վստահ եմ, որ շատերը հիմա տեսնում են, կան աղջիկներ, ովքեր նոր են որոշում սկսել այս մասնագիտությամբ զբաղվել, թե ոչ, կարծում եմ, որ սա շատեղ հնարավորություն է, որպեսզի զեղչով կարողանան սովորել եւ դառնալ լավ մասնագետներ։ Այնպես ուշադիր եղեք, իսկ մենք թեման դեռ շարունակելու ենք եւ գովազդից հետո կփորձենք հասկանալ հոգեբանի մասնագիտությունը ինչպես է ազդում ընդհանուր կերպարի ձևավորման վրա, որովհետեւ շատ հետաքրքիր թեմա է։ Այս պահին գնում ենք դիտենք գովազդ, մնացեք մեզ հետ, վերադառնանք ու շարունակենք։ Վերադարձանք տաղավար, հիշեցնենք, որ մեր տաղավարումը ոճաբան Նինա Հովսեփյանը, ով ունի նաև հոգեբանի մասնագիտություն եւ ինչպես հեռուստադիտողներին խոստացանք գովազդից առաջ, այն ինչպես է հոգեբանությունը օգնում հաճախորդին, հա, կնոջ համար ընտրել այդ ամբողջական, օրինակ, հարսի կերպարը։ Այո, շատ հրաշալի հարց եք ուղղում։ Հոգեբանությունը բոլորիս էլ հայտնի է, որ մարդն է, մարդը իր էությամբ, իր հոգեվիճակով ինձ շատ օգնում է։ Նախ ասեմ, որ երբ որ հաճախորդները գալիս են, ինձ միշտ ասում են, մենք ոնց որ բժշկի մոտ գանք, ոչ թե վարսահարդարի, իսկապես ես զգում եմ իրանք ինչքան երջանիկ են գնում։ Ես մարդու միմիկաներից հասկանում եմ իրենք գոհ են, դժգոհ են, ուղղությունս փոխում եմ, երբ որ զգում եմ, որ իրենք դժգոհ են, օրինակ այս ոճի մեջ տեսնում եմ, որ սա իրենցը չէ, ես անմիջապես փոխում եմ իմ ուղղությունը, տեսնում եմ անտրամադիր են, շեղում եմ իրենց, ոգևորում եմ, ինչու՞ չէ նաև կիսվում են ինձ հետ, ես եւս կիսվում եմ իրենց հետ, շատ է օգնում իրականում։ Շատ անգամ եթե խոսում ենք հարսի կերպարից, չէ՞ պիտի լինենք ազնիվ եւ ասենք, որ հարսները այդ օրին մի տեսակ տարօրինակ լարված են լինում, որը որ էլ ավելի շատ է, որը կարող է նաեւ ձեզ խանգարել, չէ՞, աշխատելու process-ում։ Այ այդպես բառացի ասած լեզու գտնելու process-ը ինչպես է ստացվում։ Այո, ճիշտ եք ասում, հարսները շատ լարված են լինում, բայց երկու խոսք խոսելուց հետո անկեղծ եմ ասում, իրենք թուլանում են ուղակի։
թուլանում են, հանգստանում են, վայելում են։ Ես միշտ ասում եմ, սա ձեր օրն է, միակը եւ անկրկնելին, դուք պետք է փայլեք։ Իսկ այս տրամադրվածությամբ դուք երբեք չեք փայլելու, դուք պետք է փայլեք, թույլ տաք, որ այս ձեր փայլը ընդգծեմ։ Եվ այո, բոլոր հարսիկները, մեր գեղեցկուհիները, բոլորը թուլանում են, սկսում են վստահել եւ վայելել։ Այս շրջանում մենք շատ կանանց ենք հյուրընկալել եւ իսկապես հասկանում ենք, որ ամրապնդվում է այդ միտքը, որ կանանց մի քիչ ավելի բարդ է համատեղել, օրինակ երեխաները, ընտանիքը, այ ինչպես է լինում ձեր դեպքում, ոնց է ժամանակը, time management-ը ոնց է կանում, որ ամեն ինչ հասցնեք եւ դրան էլ գումարվում է նաեւ ակադեմիան շուտով։ Այո։ Ես էսպես ասեմ։ Հայ կինը ընդհանրապես շատ պինդ կին է, դա ոչ ինձանով է, ոչ ձեզանով է, ընդհանուր հայ կնոջ կերպարը շատ պինդ է, հայ կինը շատ կամքով է, շատ շնորհալի է եւ դրա համար միգուցե եւ որոշակի ջանքեր ենք մենք գործադրում ի տարբերություն որոշ կանանց, բայց կարողանում ենք համատեղել, այո, ինձ շատ օգնում է իմ ընտանիքը, ընկերուհիներս, կոլեկտիվս շատ օգնություն ստանում եմ տարբեր տեղերից եւ իհարկե շատ բան ինքս եմ անում։ Մի օր չքնելու հաշվին, մի օր շուտ զարթնելու հաշվին, մի օր հաց չուտելու հաշվին, այդպես ինչ-որ բաների հաշվին, բայց կարողանում ենք կայանալ եւ որտեղ նպատակ ունենք, կյանքը նպատակներ իրականացնելու համար է։ Մենք ամեն մեկս ինչ-որ բանի համար ենք եկել այս աշխարհ եւ մեր առաքելությունն ենք անում։ Ես կարծում եմ սա իմ առաքելությունն է, ես ուզում եմ գեղեցկության ոլորտում տեսնել գրագետ մասնագետներ, որի համար ես երկար տարիներ պատրաստվել եմ դրան, ուզում եմ գրագետ մասնագետներ եւ հուսամ, որ մարդիկ կդիմեն, հուսամ, որ մարդիկ կվստահեն եւ կստանան լիարժեք գիտելիքներ։ Նինա, հետևում եք ընդհանրապես մոդային կամ տրենդերին, դա կլինի վարսահարդարման հետ կապված, մեյքափի հետ կապված, վերջերս արդեն շատ ու շատ հայտնի ընկերություններ խոսում են այն մասին, որ այլևս այդ ներարկումները, արհեստական բաները այլևս մոդայիկ չեն եւ մենք գալիս ենք դեպի բնականությանը։ Արդյոք դուք եք հետևում։ Իհարկե հետևում եմ, եւ որպես կին եմ հետևում, եւ որպես մասնագետ եմ հետևում Նելի ջան, եւ այո, իհարկե, միշտ բնականն է գեղեցիկ։ Ես բոլոր ժամանակներում էլ ասել եմ, միշտ բնականն է գեղեցիկ, միշտ դասականն է գեղեցիկ, ամեն ինչի մեջ հանգիստն է գեղեցիկ։ Երբ որ գալիս են, օրինակ, հարսնացուները ցույց են տալիս ինձ նկար, ասում եմ, դու վաղը այս նկարին նայելու ես ու քեզ չես ճանաչելու։ Արի ես քեզ սարքեմ քեզ, ես քեզ լուսավորեմ, ես քեզ փայլ տամ, ես քեզ շքեղություն տամ, բայց ես քո կերպարը չփոխեմ, ես քեզ չփոխեմ։ Դու մնա այնպեսին ինչպեսին որ կաս, որտեվ դա ժամանակի հետ հետո չի նայվում։ Արդեն շատ արհեստական է, մարդիկ իրենց չեն ճանաչում։ Մի տարի առաջ մարդիկ ուրիշ են, հիմա այլ են։ Այսինքն այնքան արհեստականացնում են, ես միշտ բոլոր իմ հաճախորդներին եւ երիտասարդ եւ միջին տարիքի կանանց միշտ հորդորում եմ մնալ բնական։ Այդ գեղեցկությունը ընդգծելը դուք որ ասացիք լրիվ ուրիշ մարդ է դարձնում, մոտ էլ եղել այդպիսի փորձառություն, որ ասում բայց ես չեմ, ավելի ճիշտ է ու շատ ընդունված է նաև, այդ ինչ որ տարբեր վիդեոներ ա բերում, այդ միտքն էլ կա էլի, որ սովորեցնում են գովազդն անում, որ եկեք մեյքափ սովորեք եւ երկու իրարից բացարձակ տարբեր, այդ ամենին գումարում է նաև face-up-ը, տարատեսակ, ինչը եւս ազնիվ չէ, որն է ձեր գաղտնիքը այդ գեղեցկությունը ընդգծելու, ոչ թե մարդու դեմքին, ինչ որ նոր դեմք նկարելու։ Այո։ Տեսեք, ես մանկուց շատ սիրել եմ նկարել, ես շատ սիրում նկարում եմ։ Ես մինչև հոգեբանություն մասնագիտությունը ընտրելը, ես Գեղարվեստի ակադեմիայի որոշել ընդունվել, բայց մեր տարիներին մի քիչ այդպես հիմա պարապում են, չէ, նկարչություն, դիմանկար, մեր տարիներում մի քիչ վատ տարիներ էր ու ես չէի կարողացել դիմանկար պարապել, զուտ դիմանկար չպարապելու արդյունքում քույրս ասեց, գիտես, կարող ես հոգեբան դառնալ, դա եւս կանացի մասնագիտություն է եւ դա քեզ շատ կօգնի, այդտենց ես 1 ամսվա մեջ որոշեցի, որ ես դե փորձեմ գոնե հոգեբանություն։ Ու այդպես ընդունվեցի հոգեբանության համալսարանը, ընդունվեցի ու բայց միևնույն է ես արվեստից չեմ հեռանում, ես ստեղծագործում եմ, ես
շատ գործեր ունեմ արած եւ դա ինձ օգնում է, որ ես կարողանամ եւ հոգեբանությունն է օգնում եւ արվեստն է օգնում իմ նկարչական ջիղը, որ ես կարողանամ մարդուն չփոխելով իրեն ավելի ընդգծեմ իր գեղեցկությունը, որովհետեւ յուրաքանչյուր կին յուրովի է։ Ես միշտ ասում եմ, թեկուզ քո քիթը մեծ է, բայց դա քոնն է ու դա քո գեղեցկությունն է։ Եթե քո աչքերը փոքր են, դա քոնն է ու դա քո գեղեցկությունն է։ Դու յուրահատուկ ես, դու մեկն ես։ Դու մի նմանվի ոչ մեկին։ Զարա, պիտի քեզ ասեմ, որ ես առիթ եմ ունեցել Նինայի հետ աշխատելու եւ վերջերս մենք որոշեցինք Նինայի հետ անել երկու կերպարանափոխություն, քանի որ ինչպես շեղվում ենք միևնույն է բլոնդների մը, որոշեցինք, որ վերցնենք տարբեր դարաշրջանների կամ ժամանակահատվածների հայտնի բլոնդերի Մերլին Մոնրո եւ Քիմ Քարդաշյան եւ ստացանք նրանց ամենահայտնի երկու կերպարները, որոնք որ շատ գեղեցիկ ստացվեցին։ Ես իհարկե շատ ավելի հավանել եմ, իհարկե ես Մերլին Մոնրոյի շատ շուտվա ֆանատներից եմ, բայց Քիմ Քարդաշյանը կարծես ինձ համար շատ էսպես որովհետև ես ընդհանրապես նման չեմ Քիմին եւ կապ չունեմ, հա, գույնային առումով, դիմագծային առումով, բայց այնքան սիրուն է Նինան կարողացել ստանալ, անգամ մի փոքր այսպես գաղտնիքներ օգտագործելով, սպուլաներ եւ այլն, շատ սիրուն նկարներ էին կարողացել ստանալ, այնպես որ եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողին, որ ինչպես ասեց Նինան, արդեն դուք կարող եք դառնալ նրա աշակերտը եւ այսքան տարիների գրագետ փորձը կարող է փոխանցվել ձեզ, ուսուցանել, օգնել ձեզ դառնալ լավ մասնագետ։ Նինա, ինչպես կարող են ձեզ հետ կապ հաստատել։ Կարող են իմ ինստագրամյան էջին Նինա Հովսեփյան գրել, կարող են զանգահարել մեր հեռախոսահամարին, կարող են հեռախոսահամարը նշել 093 75 17 27 հեռախոսահամարին եւ WhatsApp-ով եւ Telegram-ով կարող են կապ հաստատել ինձ հետ, ծանոթանան պայմաններին, դասընթացներին։ Ես խոստանում եմ առաջին փուլի մասնակիցներին, մեծ զեղչեր եմ խոստանում, որը էլ երբեք չեմ անելու, որովհետև գտնում եմ, այո։ Վստահ եմ հեռուստադիտողներից շատերը արդեն հետաքրքրված են, շտապեք, որ կարողանաք զեղչերից օգտվել։ Մենք շնորհակալ ենք ձեզ, մեր առավոտը այսպես խաղաղեցնելու, այո, իսկապես գեղեցկացնելու համար։ Ես եմ ձեզ շնորհակալ հյուրընկալելու համար, Նելի ջան, ձեզ եմ շնորհակալ։ Ես ուզում եմ, որ մի երկու խոսք ասել մեր կանանց։ Ուզում եմ, որ իրենք երբեք չկորցնեն իրենց հայեցի լինելը։ Շատ եմ ուզում, երևի խոսքս հենց դրանով է սկսեցի, ուզում եմ դրանով էլ ավարտել։ Մեր հայ կինը շատ լավ կերպար է, եւ բարոյական է, եւ գեղեցիկ է, եւ շնորհալի է։ Ամենալավագույն խոսքերը կարող ենք մեր հայ կնոջ կերպարին հաղորդել։ Կուզեմ հորդորել բոլոր երիտասարդ աղջիկներին, կանանց երիտասարդ, որ չկորցնեն մեր կերպարը։ Շնորհակալություն։ Շատ եմ շնորհակալ։ Իսկ մենք Զար ինչ ենք հիմա անում։ Հիմա մենք գնում ենք լսենք լավ երաժշտություն եւ վերադառնանք, որովհետեւ դեռ կեսօր չէ, իսկ մենք դեռ եթերում ենք։ Ես այսպես կլանված լսում էի Արնո Բաբաջանյանի ստեղծագործությունը Էմիի կատարմամբ եւ մի պասանց մտովի գնացել էի ու մոռացել էի, որ շուտով վերադառնալու ենք եթեր։ Եվ ասելու ենք, որ ինչ ենք հիմա անում, դիտում ենք գովազդ ու նորից վերադառնում։ Այսօր երաժշտություն լսել ենք, գեղեցկության մասին խոսել ենք, տրեյնինգների մասին խոսել ենք, հոգեբանության ամեն ինչի մասին խոսել ենք, բայց չենք գնացել ճանապարհորդելու։ Այո, սկսենք այսօր մեր ճամփորդությունը։ Այն իսկապես շատ անսովոր է լինելու, քանի որ գնալու ենք Բութան։ Դիտենք տեսանյութը եւ վերադառնանք արդեն։ Այսօր առավոտը շատ լեցուն ենք սկսել, խոսեցինք ինչպես Զարան նշեց տարբեր թեմաներով, ունեցանք շատ հյուրեր, կարծում եմ, որ կարողացանք ձեզ համար ինֆորմատիվ հաղորդում պատրաստել եւ տալ շատ հարցերի պատասխաններ։
Ամեն դեպքում չորեքշաբթին, ինչպես իմ գործընկերներ ասում, մի քիչ օգտած է օրագրի լոգիկայով արդեն անցնում ենք այն մյուս էջը։ Փորձեցինք ձեր առավոտը մի քիչ ավելի թեթև, մի քիչ ավելի ուրախ, մի քիչ ավելի ինֆորմատիվ դարձնել։ Հեսա մի քանի րոպեից կես օր է։ Մաղթում ենք ձեզ լավ, պրոդուկտիվ օր։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։